Խոսքը, որ այսօր պիտի ձեզ ներկայացնեմ, այսպես են վերնագրել, որն է պատկերը, որն է նմանությունը։ Աստծո գլխավոր նպատակը, կարող եք ասել, որն է։ Գլխավոր նպատակը սա է, ասեցիք, որ մարդը նմանվի Աստծո որդուն Քրիստոսին կամ Աստծուն, հա։ Չէ, Աստծո գլխավոր նպատակը դա չէ։ Եկ կարող ասի, ինչ հիմա քարոզել ենք, որ դա է, շատություն դարձրեք հարցին, Աստծո գլխավոր նպատակը մարդու համար, եթե ես ասեի, դուք ճիշտ պատասխանած կլինեիք, որտեվ այդ նպատակը, որ խոսվեց, մարդու հետ կապված նպատակ է, որ պատասխան տվեցիք։ Այո, Աստծո նպատակը սա է մարդու համար, որ մարդը հասնի Քրիստոսի կատարյալ հասակի չափով, ինչպես գրված է, որ այդպիսի մարդ լինի, ինչպիսի Քրիստոս մարդն էր։ Բայց դա մարդու համար է, լավ իմացեք, Աստծո, ասենք ասած, գլխավոր նպատակը մարդը չի։ Աստծո գլխավոր նպատակը Աստծո որդի Հիսուս Քրիստոսն է, նրա հետ է կապված ավելի ճիշտ։ Նրանով եղավ ամեն բան, նրանից եղավ եւ նրա համար եղավ։ Մեկ ուրիշ տեղ ասում է, որ ամեն բան ամփոփվի Հիսուս Քրիստոսում է։ Մեկ ուրիշ տեղ ասում է, որ այդ ամեն բանը նպաստի Քրիստոսի փառքին, Քրիստոսի փառավորվելուն, բարձրանալուն։ Աստված իր որդուն է բարձրացնում։ Ամեն բան էլ ստեղծեց նրա համար։ Հենց նրա համար ստեղծել է, երևի նպատակը Աստծո իր որդին է։ Աստծո նպատակը, գլխավոր նպատակը իր որդու հետ է կապված։ Որ որդին բարձրանա, որդին փառավորվի, վերցին մեծարվի, անգամ այս նպատակը, որ խոսեցիք, որ մարդու համար դրվեց, դա էլ ծառայի իր որդու հետ կապված նպատակի հետ, լավ իմացեք։ Չի կարա որդին ցածրանա նպատակի մեջ, չերևա, անտեսվի, մեկ էլ մարդը բարձրանա։ Մարդը թող բարձր լինի, բան։ Հա, բայց մարդու բարձրանալ ուշադրություն դարձեք որդու համար է։ Որքան մարդը նմանվում է Քրիստոսին, այնքան Քրիստոսի փառքն է արտահայտվում։ Քրիստոսն է բացահայտվում, նրա, ասենց ասած, փառավոր կողմերը արտահայտված մարդու միջոցով։ Այսինքն ելի նպատակը էսա, թող մարդը նմանվի Քրիստոսին, որ մարդու միջոցով Քրիստոսի փառավոր կողմերը արտահայտվեն, երևան, բացահայտվեն։ Այնպես որ Աստծո գլխավոր նպատակը իր որդու հետ է կապված։ Այո, այս ստեղծագործության մեջ դրեց այս նպատակը, գլխավոր նպատակը մարդու հետ կապված, որ մարդը նմանվի Աստծուն։ Եվ հենց այդպես էլ Աստված ստեղծեց, չէ՞ մարդուն, Ծննդոց առաջի գլուխ 26-27 խոսքեր ասում է, եւ Աստված ասեց. մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես մարդը շինենք, որ իշխեն ծովի ձկների, երկնքի թշուների եւ անասունների եւ բոլոր երկրի վրա եւ երկրի վրա սողացող սողունների վրա։ Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, առու եւ եք ստեղծեց նրան եւ այլը։ Եվ ասում է աճեցեք, շատացեք, լցրեք երկիրը եւ իշխեք ամեն ինչի վրա, ինչպես որ նպատակով ստեղծեց։ Այսինքն, այո, հենց սկզբից Տերը խոսեց իր նպատակի մասին։ Ինքը ստեղծագործում էր 6 օր ստեղծագործեց, ամբողջ ինչ որ պետք էր որոշել էր, նախատեսել էր ծրագրով, իրականացրեց, 6-րդ օրումը մարդուն ստեղծեց եւ մարդուն իրոք շատ փառավոր ստեղծեց, շատ բարձր ստեղծեց, շատ տարբերված մնացած ստեղծագործությունների մնացած գոյերից։ Նա միակ գոյն էր, միակ ստեղծագործություններ, որ պիտի նմանվի Աստծուն, որ պիտի կրի Աստծո պատկերը եւ նման լինի Աստծուն։ Իրոք էսի փառավոր է, Աստված փառավոր է, շատ մեծ է։ Եվ այդ փառավոր Աստծուն պատկերը կրող եւ փառավոր Աստծու նմանությամբ ստեղծվեց մարդը։ Մեծ պատիվ է մարդու համար եւ կարելի ասել մարդը հենց այդ պատճառով, որ այդպես ստեղծվեց, եղավ ստեղծագործության զարդը, գերագույնը։ Եվ սրա մասին մենք ուսուցում ունենք, այսինքն մենք կրթում ենք ժողովրդին, գիտեք, թեմաներ կան, ճշմարտության 33, որոնցից մեկը մարդ թեման է եւ այնտեղ ավելի մանրամասը սրա մասին խոսված է։ Եվ տեսնում ենք, որ այդ պատկերը եւ նմանությունը Աստծուն ունենալ Աստծո պատկեր եւ Աստծո նմանություն, սա մարդու ներքին, ասենց ասած, նմանության խնդիրն է, հարցն է։
Աստծո ներքին էության նմանության հարցն է, ինչու որտեվ եթե պատկեր մտածենք մեր արտաքին կերպարանքը ֆիզիկական, ապա մենք գիտենք, որ Աստված արտաքին ֆիզիկական կերպարանք չունի։ Աստված հոգի է։ Աստված մարմին ու ձև չունի։ Եվ երբեք Աստված ասում է, ես ձեզ որևէ ձևով տեսքով չերևացի, դրա համար որևէ ձևով տեսքով պատկեր չստեղծեք ու ձեր պատկերին չերկրպակեք, որտեղ դա կուռք է դառնում։ Եթե Աստված ուզում էր որևէ կերպ իրեն ներկայացներ, ցույց տար, որ ներկա է, որևէ երևույթով, տեսքով ներկայանում էր, երևույթով, որ հասկանալի լիներ, որ Տերը ներկա է։ Օրինակ, ամպիսյունով իջնում էր, չէ, կամ կրակիսյունով իջնում էր այն վայրում, որտեղ որ Մովսեսը չէ հանդիպում եւ խոսում էր, ասենք սրբության սրբոցի վրա էր իջնում։ Մեկ ուրիշ տեղ նկարագրում է երկնքում աթոռը հայտնության թղթում, աթոռն է նկարագրվում, այդ աթոռի վրա զմբրուխտե, ծիածանի, փայլփլուն ինչ-որ երևույթ։ Հասկանցողը, այսինքն դրանով հասկանալի է տալիս, որ աթոռը դատարկ չի, աթոռի վրա նստող կա։ Աստված ներկա է իր գա, ոնց որ ասած իշխանությունով, այսպես։ Եվ այլ է, բայց Աստված պատկեր, այնց արտաքին ֆիզիկական կերպարանք, մարմին, ձև չունի, որ ասենք, օրինակ մենք որ այսպիսի կերպարանք ունենք, ուրեմն Աստված էլ տեսքով այդպիսին է եւ այսպիսի սահմանափակ մի հատ ձևի մեջ է, չէ։ Աստված հոգի է։ Աստված էություն է։ Եվ նմանված լինել կամ պատկեր կրել Աստծուն, դա նշանակում է նրա էությանը, նրա նկարագրին, ներքին ոնց որ ասած վիճակին, որտեղ Աստված էդ է։ Եվ մենք գիտենք այդ ասենք շատերը կրթվել եք այդ թեմաներով 4 բան առնվազն, որ նկատվում է Աստծո պատկերի եւ նմանության հարցում, մարդը որ ասում է Աստծո պատկերով է եւ նմանությունով է, ապա դա ի՞նչն է համարվում, որ պատկեր եւ նմանություն։ Եթե հիշում եք, առաջինը նրա մարդու բարոյական նկարագիրն է։ Մարդը որպես բարոյական էակ իր բարոյական նկարագիր ունի։ Ոնց որ ասած էությունը, սրտի վիճակը, ներքնաշխարհը, բնույթը։ Սա իր բարոյական նկարագիրն է։ Օրինակ մեկի բարոյական նկարագիրը որ տալիս են, իր ոնց որ ասած բանը լավն է, վատն է, ազնիվ է, անազնիվ է, չէ, չար է, բարի է, չէ, տենց են, չեն նկարագրում։ Չեն ասում բարոյական նկարագրի մեջ օրինակ շատ մեծ ծանրություն է բարձրացնում։ Իր բարոյական նկարագրի մեջ չի մտնում։ Դա բարոյականությունը, ինձ սրտի տերը, ինձ շարժարիտների, ինձ ցանկությունների, այսպես է։ Եվ գիտեք, Աստված սուրբ է եւ բարի է, չէ, սեր է։ Եվ մարդուն էլ ստեղծեց հենց սուրբ եւ սեր, սուրբ եւ բարի։ Այդպես է։ Եվ մենք տեսնում ենք, որ Աստծո պատկերը մարդը ստացավ, հենց Աստծո բնույթը իր մեջ ընդունելով։ Աստծո բնույթը իր մեջ ընդունելով նա Աստծո պատկերը ստացավ։ Շատ չեմ մարանում, որտեղ այդ թեմաները կան։ Երկրորդ կարևոր կողմը Աստծո, որ մարդը Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծվեց, դա անձնավորություն լինելն է։ Աստծոց տեսնում ենք մտածող, ստեղծագործող, չէ՞, ընտրող, որոշում կայացնող, զարգացնող, ավելացնող, քննող, ծրագրող, այսի լրիվ մտքից է, գաղափար մտածելու կարողություն ունենալով ընտրելն է, որոշում կայացնելն է, ծրագրելն է, զարգացնելն է, ստեղծագործելն է, նոր բան ստեղծելն է, անելն է, սա Աստծո, այո, կարողության մեջ կա, տեսնում եք, մարդն էլ ստեղծվեց այդպիսին։ Մտածող էակ, որ կարող է մնում է մտածելով զանազանել ինչ-որ բան, իր ընտրությունը կատարել, մտածելով զարգացնել, նորարարություն անել, չէ, ստեղծել, ստեղծագործել, մտածելով ծրագրեր, քայլեր իրականացնել, քայլեր կա, ասենք ծրագրեր, այդպես է։ Նման է մարդը, այս ոնց որ ասած այս հարցում Աստծո նմանության եւ պատկերի նման է։ Երրորդ կարևոր բանը մենք տեսնում ենք իշխելու, ղեկավարելու կարողությունն է, չէ՞։ Եթե Աստված նայում ենք բոլոր գոյերի մեջ, ամեն բանի վրա իշխողն է, միակն է, որ ամեն ինչ նրա իշխանությամբ է, իշխանության ներքո է, նա ամեն ինչի վրա տիրում ու տիրապետում է, իշխում է եւ ոչինչ չկա նրա իշխանությունից դուրս, ապա մարդն էլ ստեղծվեց, այս ծրագիրը խոսվեց, որ իշխի երկրի վրա,
այսինքն նա էլ ունենա իշխանություն երկրի վրա եղած ամեն բաների վրա, տվյալ դեպքում ներկայացում է կենթանական աշխարհի վրա, բնության վրա, չէ, եւ այդ իշխելու կարողությունը մարդը ձեռք բերեց հենց Աստծո ծրագրով ստեղծված լինելով այդպիսին։ Եվ մարդը, այո, իր նմանությունը սանում է կանոն ասում, որ իշխող է եւ կարողանում է իշխել, ասենք, այն ինչ որ երկրի վրա կա, այդպես ստեղծվեց։ Խոսել ենք սրա մասին, ի տարբերություն շատ, ասենք, ստեղծվածների, կենդանիների օրինակի համար, մարդը ոչ միայն իր տեսակի մեջ է իշխում, ղեկավարում, կազմակերպում, համակարգում եւ այլը, այլ նաեւ ուրիշ տեսակների վրա էլ է նա այդ իրականացնում, ասում է ծովի ձկների վրա, չէ, երկնքի թռչունների վրա, երկրի վրա եղած անասունների ու սողացող կենդանների վրա։ Այո, տեսնում ենք մարդու գործունեությունը դրանց վրա տարածվում է։ Օրինակի համար, եթե իշխելու կարողություն ունի օրինակի համար որևէ կենթանական տեսակի մեջ այդ կարողությունը երևն է, ունա գայլերի ոհմակ։ Այդ ոհմակին առաջնորդ կա, չէ՞։ Դա բացահայտված է, որ կարողանում է այդ ոհմակի կյանքը կազմակերպի, ղեկավարի, որսի տանի, ես չգիտեմ ինչ որ կոպիտ ասած կարգ ու կանոններ հաստատի, բայց երբեք գայլերի այդ առաջնորդը կոպիտ ասած ինքը իշխանություն չունի երկնքի թռչունների վրա, որ այնտեղ էլ մի բան նրանց կյանքի հետ խառնվի, կազմակերպի կամ ծովի ձկների վրա, գիտեք։ Այսինքն այս կողմից բացառիկ է մարդու ղեկավարելու կարողությունը, որ ոչ միայն նա կարողանում է իշխել եւ կազմակերպել, ղեկավարել իր տեսակի մեջ, այսինքն մարդկության մեջ, այլ նաեւ իր երկրի վրա թվարկված բոլոր այդ կենթանական ու բնության մեջ, չէ՞։ Եվ տեսնում եք, այո, այդ կառավարությունը երևում է։ Մարդիկ շատացնում են ինչ-որ պոպուլացիաներ, ինչ-որ կենդանների տեսակներ վերացնում են, բուծում են, ավելացնում են եւ այլն, տարբեր։ Կարողանում է միջամտել, այսինքն, այդ բաներին։ Իրոք, ինչպես Աստված ասացին ղեկավար, բայց այսպես ամբողջ իր ստեղծագործության մեջ մարդը նրան նման այդ առումով, որ իր սահմանների մեջ, իր սահմանները տվյալ դեպքում ստեղծագործությունով էսեր, երկրի վրա եղածների վրա։ Եվ չորրորդը մենք նայել ենք նրա մարդու ստեղծագործությամբ եղածների մեջ գերագույն լինելը, չէ՞, ամենաբարձր լինելը։ Իր ամեն ինչով նա տարբերվում է մնացած ստեղծագործություններով։ Երբ որ Ադամի առջևով բոլոր կենդանները անցկացրեցին, իսկ մինչև Աստված ասել էր, լավ չի, որ մարդը մենակ լինի, իր նման մի օգնական, չէ, պետք է իրեն։ Երբ որ Ադամի առջևով անցկացվեցին բոլոր կենդանիները եւ նա նրանց անուններ տվեց, Ադամը ասգրվածը իրեն հարմար օգնական չգտավ։ Այսինքն նա հասկացավ, որ նրանք իրեն հավասարը չեն, որ կարողանա նրանց հետ մեկություն, միաբանություն, կյանք կապի։ Կյանքի ընկեր նրան հետ լինեն, կարողանա կիսվել, իրար հետ մտածեն, խորեն, ծրագիր դնեն, ոչ մեկը տես մեկը չկար նրան հավասար, ինչպիսին ինքն էր։ Բայց երբ որ Եվան ստեղծվեց, չէ, Ադամի կողոսկրից, եւ Ադամը անմիջապես ասաց, ահա մարմին իմ մարմնից եւ ոսկոր իմ ոսկորից։ Այսինքն տոշնի ոնց ուղիղ ինձ նման, իմ մարմնի պես մարմին, իմ ոսկորի պես ոսկոր եւ մարդը կթողի իր հորն ու մորը եւ իր կնոջը կհարի եւ կլինեն մեկ մարմին, այսինքն ահա մեկը, որի հետ մարդը կարա կյանք կապի, այսինքն ամեն հարցերում մեկությունն են, մտածեն, խորեն, ծրագրեն, որոշեն, պայքարեն, ուրախանան, ստեղծեն, անեն միասնական, հավասար մեկը։ Եվ սա, այո, մարդը գերագույնն էր բոլոր այդ ստեղծագործության մեջ, մենք գիտենք անգամ ինձ ռեշտակները, որ ասենց ասած ինչ-որ ձևով որպես Աստծուն ծառայող էակներ ստեղծվածներ, բայց իրականության մեջ մարդը նրանցից էլ բարձր է։ Հետագայում ասում է, որին ասեց Աստված դու իմ որդին, որ ռեշտակին ասեց, չէ, դու իմ որդին ես։ Բայց մարդուն ասում է, դու իմ որդին ես։ Անկամ այն ստեղծված լինելով մարդը աստվածային ոչ թե միայն Աստծո ձեռքով ստեղծվեց, այլ աստվածային ծագում ունեցող էակ, այսինքն նրա մեջ աստվածային կողմ հաստատվեց։ Դու գիտեք, բնույթը մարդու շունչը, մարդու կյանքի աղբյուրը
Աստծուց եկավ, չէ՞, նրան բռնգաց մեզ շունչ փչեց եւ նա եղավ կենթանի հոգի, այդպես է ասում Սուրբ Գիրքը։ Ինչևից է, ես մի փոքր հիշեցրեցի, սա հիմա այսպես նայենք, երբ որ խոսվեց, թե ինչպես պիտի ինչ ծրագրով նպատակով Աստված ստեղծում մարդուն, ասեց մեր նմանությամբ, չէ, մեր պատկերով։ Այդ մերն էլ հասկանում ենք, խոսողը եռամիասնություններ, խորհրդի հոգով, որ միասին ոնց որ խոսում, խորհուրդ էին անում, ինչպես ստեղծեն։ Հետո ասեց բանը, այդ այսինքն Աստծո պատկերով հետագայում ասում, Աստծո պատկերով եւ Աստծո նմանությամբ ստեղծվեց մարդը։ Հիմա ուզում որպեսզի մի փոքր ավելի խորանանք ինչ որ բաների մեջ, օրինակ ի՞նչն է համարվում, որտեվ երկու բառ օգտագործես՝ պատկեր եւ նմանություն։ Աստվածաշնչի բոլոր խոսքերը, ասենց ասեմ, բան չեն, պատահական ընտրված չեն։ Գուցե մեկը մտածի, գուցե երկուսն էլ նույն միտքն ու խորհուրդը ունեն։ Բայց շատ տեղերում տեսնում ենք, օրինակ միայն պատկեր բառն է օգտագործվում։ Տեղեր կա, որ միայն նմանություն բառն է օգտագործվում։ Դրանք այս ոնց որ մեր թվարկված բաների մեջ կա պատկեր, կա նմանություն։ Այսինքն նույն բառը, նույն իմաստ արտահայտող բառեր չէին։ Նրա մեջ իր իմաստը կա, նրա մեջ իր իմաստը կա։ Եվ որպեսզի մի փոքր զանազանենք, ես կուզեմ Սուրբ Գրքից հատվածներ բերել, որտեղ ներկայացնում է կոնկրետ հենց պատկերի տակ ինչը հասկացվում։ Երբ որ խոսում ենք Աստծո պատկեր, հստակ գրված է, ինչ է նշանակում դա։ Մարդը ունի Աստծո պատկեր, ինչ է նշանակում դա։ Եվ ես կուզեմ հիշեցնեմ, օրինակ, քանի որ մի քանի վկայություններով խոսքը պիտի հաստատվի, 2-3 տեղ կուզեմ հիշեցնեմ պատկերի հետ կապված, օրինակ Եփեսացիս թղթից կուզեմ հիշեցնեմ ձեզ համար, Կողոսացիս թղթից եւ 2 Կորինթացիների նամակից։ Եփեսացիս թղթից 4-րդ գլուխ 22-րդ խոսքից կարդամ, մինչև 32-ը եւ 5-րդ գլխից էլ կկարդամ։ Տեսեք, ասում է, խոսում է Պողոս առաքյալը նրանց հետ, ովքեր որ Քրիստոսին հավատալով նորից հաստատվեցին Աստծո պատկերի եւ Աստծո նմանության մեջ, որովհետեւ մեղք գործելով մարդը կորցրեց այդ պատկերը եւ այդ նմանությունը, նկարագիրը։ Եվ ինչ է ներկայացնում այստեղ։ Կարդամ 22-ից ասում եմ, որ ձեզանից դուրս հանեք առաջի գնասկի պես եղող հին մարդը եւ նկարագրում է այդ մարդը, հին մարդը, որ պիտի դուրս հանեք, ինչպիսին է խաբեբայության ցանկություններով ապականված մարդ իր խաբեբայական ցանկություններով եւ ձեր մտքի հոգով նորեկվեցեք եւ նոր մարդին հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է ճշմարտության արդարությունով եւ սրբությունով։ Շնորհություն դարձեցիք։ Հիմա նոր մարդը հագեք, որտեվ նոր մարդ եք, հագնել, այսինքն հաստատվեք դրա մեջ։ Ոնց որ ասած, դուք հիմա դա եք, դրա մեջ աճեք, դրա մեջ առաջ գնացեք, այդ կյանքով ապրեք եւ ինչպիսին է այդ Աստծո պատկեր կոչվածը, որ նոր մարդը հենց Աստծո պատկերով է, այն մարդը, որ Քրիստոսի հավատքով վերստին ծնվել է եւ դարել է նոր մարդ, այդ նոր մարդը ասում է արդեն Աստծո պատկերը ունի, այն հին մարդը իր պատկերը էս էր, խաբեբայական ցանկություններով ապականված էր։ Ուշադրություն դարձեք, այստեղ էլ ընդեղ էլ պատկեր բառը ներկայացնում է նրա բարոյական նկարագիրը, նրա բարոյականությունը։ Այն ասում է խաբեբայական ցանկություններով ապականված։ Այդպիսին ստություններով լցված, ստություններով խաբված, ստություններով ապականված, ամեն բան սուտ ու պիղծ։ Իսկ նոր մարդը ասում է, նոր մարդու պատկերը Աստծո պատկերը ասում է։ Եվ բութադրված որպես բացատրություն Աստծո պատկերի պես ստեղծված ճշմարտության արդարությունով եւ սրբությունով, այնի խաբեբայական ստություններով, այսի ճշմարտության արդարությունով եւ սրբությունով։ Էլի բարոյական նկարագիրը չի։ Այսինքն նրա ներքնաշխարհը, էությունը, բնույթը, մտքերը, գաղափար, շարժառիթները, ցանկությունները, ոնց որ ասած, կյանքը, ապրելակերպը։ Եվ ասում է, որ ավելի պարզ լինի,
Արդեն խոսում է այդ նոր մարդը ինչպիսին պիտի լինի, արդեն մանրացնում է կոնկրետ քայլերի մեջ։ Նրա համար ասում է դեն գցելով ստությունը, դա ասում է հին մարդը հանեք, չէ՞։ Սա էս աշակում դեն գցելով ստությունը, խոսեք ճշմարտություն ամեն մարդ իր ընկերի հետ վասզի իրար անդամներ եք։ Խոսում է ճշմարտախոս եղեք, չէ՞։ Ճիշտը սիրեք, ճիշտը խոսեք, հետո ինչ ասում։ Բարկանակ մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա չմտնե։ Տեղ չտակ սատանային, եւ նա որ գողանում է, թողել չգողանա, այլ մանավանդ աշխատեի ձեռքերով բարի գործելով, որ ունենա տալու պետք ունեցողին։ Ոչ մի գոհեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն որ բարի է, շինության համար հարկարավոր է, որ շնորհ տա լսողներին, եւ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն եւ բարկություն եւ սրտմտություն եւ աղաղակ եւ հայություն թող վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ եւ իրար հետ եղեք քաղցր, գթած, իրար ներելով, ինչպես Քրիստոսն էլ Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց։ Որ նայում եք այստեղ ամբողջը այն 4 կետերից, որ նայում ես 4 կետերից առաջի կետն է ներկայացնում։ Մարդը թող լինի որպես ասենք ասած բարոյական երեք, ճիշտ այնպիսին, ինչպիսին Քրիստոսն է, ինչպիսին բանն է, ասենք Աստված է։ Ուրիշ տեղ ասում է արդ կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնային հայրն է, չէ՞ կատարյալ։ Այսինքն, երբ որ այդ թեման կարդում ես, ինչի մեջ կատարյալ լինենք, մեր երկնային հայրը այդ ինչումն է կատարյալ, որտեղ մղում է կատարյալ լինել։ Այսինքն, ուղիղ հավասար այդպիսին, ինչպիսին ձեր հայրն է, նայում ես, շնորհած վերաբերմունքի, բարի վերաբերմունքի մեջ, ճիշտ վարմունքի մեջ, սիրո վարմունքի մեջ։ Օրինակ չի ասում դիրքի մեջ, ասենք, եղեք այն դիրքի մեջ, որ այն առումը, որ Աստված օրինակի համար երկրպագության դիրքի մեջ է, չէ՞, բարձր, գերագույնը։ Դուք էլ հասեք դրան։ Մենք երբեք չենք երկրպագվի, դες բան չկա։ Մենք բարձր դիրք ունենք ստեղծագործության մեջ, բայց Աստծո նման մենք երբեք չենք կարա այն առումով այդ դիրքը գրավենք։ Բայց ստեղ օրինակ տեղ կա ասենց ասում, ձեզ կանչող Սուրբի պես ինչ Սուրբ եղեք։ Ուշադրություն դարձեք, հավասարության նշան դրեց։ Չասեք մի փոքր նենց մոտիկ էլի։ Նրա որոշ նմանությամբ էլի, չէ, ձեզ կանչող Սուրբի պես այդ չափ, այդ կերպ, այդ աստիճան, ինչ եղեք, Սուրբ եղեք։ Այսինքն, երբ որ գալիս է պատկերին, պատկերը այն բարոյական նկարագիրն է, որով ամբողջությամբ մարդը համընկնում է Աստծո հետ։ Աստված եւ մարդ բարոյական նկարագրով հավասարազոր են, մեկ են։ Ասում են, ձեզ կանչող Սուրբի պես Սուրբ եղեք։ Եվ ստեղ ամբողջ այդ բարոյական նկարագիրն է, քաղցր եղեք, գթած եղեք, ներող եղեք, սուտ մի խոսեք, դա որ ասում էր հանեք հին մարդը, նորը հագեք, նաև ասում է սենց եք, հիմա չէ, էսի հանեք գցեք են կողմ, այսպես եղեք, դա հանելն ու հագնելն է, էլի։ Շարունակության մեջ է նորից 5-ում շարունակում է, որ ասում է նմանվող եղեք Աստծուն ինչպես սիրելի որդիներ եւ ներկայացնում է ինչ անեք։ Հիմար գարշություն, խեղկատակության խոս չլինի, գոհություն լինի ձեր մեջ ձեր բերանից ոչ մի պիղծ, պոռնիկ կամ այլ կռապաշտ տես բաներ չանեք, որտեղ ժառանգություն չունի Աստծո մոտ, դատարկ խոսքեր թող ոչ մեկ չխաբե ձեզ, ասում է ինչ որ բաներով, որ Աստծո բարկությունն է գալիս, ասում է խավարի գործերին պիտա մասնակից մի եղեք եւ ասում է որտեղ հոգու պտուղը ամեն բարությունով, արդարությունով եւ ճշմարտությունով է, այսինքն ասեք բարություն, ճշմարտություն, արդարություն, էսի ի՞նչն է, բարոյական կերպարը, նկարագիրը։ Այս ամեն ինչս կարդացի, որ որ տեսնենք, երբ որ պատկերի մասին խոսեց, ասեց Աստծո պատկերի պես ստեղծված, նոր մարդը հագեք։ Ու պատկերը այդ պատկերի մանրամասնությունները ներկայացվեց եւ հասկանում եք բարոյական նկարագիր է։ Ուրեմն այդ թվարկածների մեջ հաստատ Աստծո պատկերը, Աստծո պատկեր ունենալը մարդը որ ստեղծվեց, դա նրա բարոյական նկարագիրն է։ Հաստատ այդպես է։ Ուրիշ տեղ կարդամ ձեզ համար Կողոսացիս թղթում 3-րդ գլխում, երբ որ նորից Պողոս առաքյալը խոսում է ժողովրդի հետ, ինչ ասում 3:10-ից կարդամ։ Եվ հագեք նոր մարդ նորից, 9-ում ասում է սուտ մի խոսեք իրար հետ, հանեցեք հին մարդը իր գործերով եւ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես։ Նորից ասում է իր ստեղծողի պատկերի պես է այս նոր մարդը։
ուր ասում է ոչ հույն կա, ոչ հերյա, ոչ թլպատություն, ոչ անթլպատություն, խուժ, դուրս, կյութացի, ծառա, ազատ, բայց Քրիստոսն է ամենի մեջ։ Ուրեմն հակիկ ինչպես Աստծո ընտրվածներ, սուրբեր եւ սիրելներ, ողորմասիտ գթածություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, էսի ինչ նկարագիր է։ Էսի ասում է Աստծո պատկերը այսպիսին է, դուք էս եղեք, Աստծո պատկերը նոր մարդ, որ Աստծո պատկեր։ Եվ ստեղ ինչն է ներկայացնում, նոր բարոյական նկարագիր է։ Մարդու բարոյականությունը եւ ասում է ինչպես Աստված դուք այդպես եղեք եւ ներելով իրար նորից խոսում է ինչպես Քրիստոսը ներեց, խաղաղություն իշխի ձեր սրտերի մեջ, գոհացող եղեք եւ այլը։ Այսինքն էս է իրականության մեջ։ Եվ սա եւս երկրորդ ապացույց, որ իրականության մեջ այս բաների, ասած ասած պատկեր եւ նմանություն հասկացողության մեջ այդ պատկերը հանդիսանում է, այո, այս թվարկված, ոնց որ ասած, իրականությունը։ Մենք չենք կարող ամեն ինչի վրա ասենք, բոլորը պատկերն է, բոլորը նմանությունն է։ Եվ տեսնում ենք, նորից եմ ասում, բանը, ասենք, Պողոս առաքյալը խոսում է միայն պատկերի մասին։ Այսպիսի պատկերով նա ստեղծվեց, մարդը այսպիսի պատկերով ստեղծվեց։ Եվ երկրորդ Կորինթացիս 3-րդ գլուխ 18-րդ խոսքը, որ կարդանք, երբ որ խոսում է ինչպես է մեզ Աստծո հոգին փառքից փառք տեղափոխում, ասում է Տիրոջ պատկերի նայելով, տեսնելով, այսինքն երբ որ Տիրոջը ճանաչում ենք, ընդունում ենք, Աստված մեզ հասցնում է իր նման լինելու, Քրիստոսի պատկերով լինելու, աճեցնում է դրա մեջ, այսինքն սա էլ երրորդ վկայությունն է։ Հիմա եթե ուշադրություն եք դարձնում, ասենք այս բանում, այս հարցում, ոնց որ ասած, պատկերը ինչ որտեղ են երեքից բարոյական նկարագիրը երեքից առանձնանում է։ Նորից եմ ասում, օրինակ երբեք մենք, ասենք ասած, չենք կարող, ասենք գերագույն դիրքի հարցով, չէ՞ ներկայացում մի բանը, կամ իշխելու հարցով։ Օրինակ մենք չունենք, չենք կարող այն իշխանությունը, մարդը չի կարող այն իշխանությունը ունենալ ամբողջությամբ, ինչ որ Աստված ունի։ Մենք ունենք իշխանություն, բայց Աստծո իշխանությունը, ասենց Աստվածային, որ ամեն բանի վրա իշխանություն է, չէ՞, Հիսուս ասեց ամեն իշխանությունը ինձ տրվեց է։ Դա Աստծո իշխանությունն է, կամ երկրպագության դիրք ունենալը, դա Աստծո դիրքն է։ Բայց այս հարցերում իշխելու հարցում, բարձր լինելու հարցում մենք ունենք Աստծուն մոտիկություն։ Բայց երբ որ հարցը հասնում է պատկերին, մենք չենք ասում, մենք մոտիկ ենք Աստծուն պատկերով։ Մենք ասում ենք ուղիղ Աստծո պատկերն ենք։ Ուղիղ։ Ձեզ կանչող Սուրբի պես Սուրբ եղեք։ Եվ ուշադրություն դարձրեք, դա նաև երևում է ստեղծագործությունից։ Աստված, երբ որ բնույթ տվեց մարդուն, երբ որ կյանք տվեց մարդուն, այդ կյանքով նաև ձևավորվեց նրա բնույթը, ինչպիսի բնույթի կյանքի ներքնաշխարհի էության տեր պետք է լինի այդ ստեղծագործությունը։ Սկզբից բան էր, չէ՞, հողու փոշից ստեղծված ինչ-որ բան էր, կառույց էր, տիկնիկ այլ ասել, եւ Տերը նրա մեջ ռնգաց մեջ ինչ շունչ փչեց։ Այդ շունչը փչելով, ասում նա դառավ ինչ կենթանի, ապրող, կենթանի հոգի, եւ իր ապրելը Աստծո շունչով էր, եւ ոնց որ ասած կարելի ասել, նրա ապրելու աղբյուրը, սկզբնաղբյուրը, նրան կյանք տվող զորությունը ճիշտ են զորություններ, որով Աստված ինքն էր ապրում, որով Աստված ինքը ապրում էր։ Եթե Աստված ուներ սուրբ ապրելու զորություն, սրբությամբ բարի լինելու զորություն, ոնց որ ասած, այդ ներքնայության տերներ, մարդուն այդտեն ստեղծեց։ Հենց այդ դրեց այնց։ Ոչ թե որոշակի նմանություն լինի, բայց ոչ ամբողջական, ոնց որ ասած, կատարյալ հենց այդպիսին ինչպիսին ինքն է, չէ, այս հարցում կատարյալ ինչպիսին ինքն է։ Եվ ինչ որտեղ էլ ուշադրություն դարձրեք, ինչով է այս բարոյական նկարագիրը նաև տարբերվում, երբ որ մարդը մեղանչեց։ Անկամ այն ինչ որ կատարվեց այդ մարդու հետ, մի փոքր տարբերություն է տալիս բարոյական նկարագրի հետ կատարվածը մնացած 3 թվարկածների, որ ասեցինք, չէ՞։ Ասենք, երբ որ մարդը մեղ գործեց,
մենք չենք կարող ասել, որ մարդը օրինակ որոշ չափով նրա, այսպես ասեմ, սուրբ ապրելու կամ բարի լինելու կարողությունը պահպանեց եւ որոշ չափով կարող էր սուրբ ապրել, մաքուր ապրել, չէ, բարի ապրել։ Չէ, մենք գիտենք, մարդը կատարելապես զրկվեց այդ կարողությունից, կարելի ասել, այն աղբյուրը, որով ինքը կարող էր բարի ապրել, սուրբ ապրել, ճիշտ ապրել, այդ աղբյուրը վերացավ ընդհանրապես։ Նա չուներ այդ աղբյուրը, հետաբար ընդհանրապես նա, ասենք ասած, մեռած դառավ այդ բաների համար։ Բայց օրինակ ղեկավարելու հարցում կարանք ասենք, որ մեղանչելուց հետո մարդը էլ վերջացավ, էլ չկարողացավ իշխելու կարողությունից լրիվ զրկվեց։ Տեսեք, ասում ենք սուրբ ապրելու կարողությունից բոլորովին զրկվեց, արդար ապրելու, բարի ապրելու կարողությունից բոլորովին զրկվեց։ Կարող ենք ասել, ճիշտ է դա, ճիշտ է, Սուրբ Գիրքն է ասում։ Իսկ օրինակի համար ուղղակի ղեկավարելու կարողությունը, իշխելու կարողությունից բոլորովին զրկվեց, չէ։ Ուղղակի ինքը այդ կարողությունը դեպի չար օգտագործեց։ Բայց կարողությունից, որ ասես, օրինակ, առաջ կարում էր, հիմա չի կարողանում, բայց եթե չի կարողանում, օրինակի համար, այսօր տեսնում ենք մարդկության գործունեությունը, ոչ չի կարողանում։ Լավ էլ կարողանում է, միջամտում է, անում է։ Այսինքն կարողությունը, այսինքն այդտեղ այսպիսի բան, կարողությունը մնաց, բայց քանի որ ինքը չար էր իր բնույթով, այդ կարողությունը գուցե կարողության ինչ-որ չափեր պակասեց, թուլացավ, չկա, բայց որ ասենք բոլորովին կորցրեց, չէ, բոլորովին էլ չի կարողանում աշխարհի վրա ինքը ղեկավար դեր ունենա, սխալ կլինի, ինքը ղեկավար է իրոք նորից։ Աճել է, լցրել է աշխարհը, ու տիրապետում է աշխարհի վրա։ Տիրապետում է կենթանական աշխարհի վրա, բնության վրա, տեսակներ է ստեղծում, տեսակներ է ոչնչացնում, ինչպես ասեցի, եւ այլ եւ այլ։ Կամ էլ թե չէ, ասենք, երբ որ նայում եք ստեղծագործելու կողմը, ընդհանրում է անձին, չէ՞։ Անձը ունի մտածելու, որոշում կայացնելու, ստեղծագործելու կարողություն, չէ՞։ Մարդը, որ մեղանչեց, կարող ենք ասել, էլ վերջացավ, ինքը անձ չի։ Այդ անձի դրսևորելու բոլոր կարողություններից զրկվեց, էլ չի կարողանում։ Չէ, տես չի։ Եթե տես ցալը, ապա տեսնում եք, չէ՞ որ իր մտածելու արգասիքն է, արդյունքն է, որ այսօր օրինակ երկրի վրան էս բաներ է ստեղծել մարդը, որ առաջ չկար։ Եթե ինքը ստեղծագործելու, նորը ստեղծելու, մտածելով նոր բանի հասնելու կարողությունից զրկված լիներ, ինքը, այսինքն ազնվորություն չլներ կարելի ասել, ինքը այդ բաները չէր կարա կատարեր։ Հասկանում եք, այսինքն այս մեր թվարկածների մեջ այս բանը, բարոյական նկարագիրը այս ուղղությամբ էլ է տարբերվում են մնացած երեքից։ Հենց սրանով, որ մեղքի պատճառով բոլորովին այդ պատկերը, որ բարոյական նկարագիրն է համարում, բոլորովին մարդը կորցրեց։ Բոլորովին, չես կարող ասել, չէ, ինչ-որ բան պահպանվեց։ Կյանքի աղբյուրը փոխվեց լրիվ։ Բայց այ մնացած բաների մեջ կարողություն կար, բայց դեպի ինչ վատը, չարը։ Չեմ ասում, գուցե այո, բաներ կար, որ կարողություններ կար, որ ինքը այո, այդ կարողությունները չմնաց իր մոտ, բայց ընդհանուր որոշակի բաներ տեսնում ենք իշխելու, ղեկավարելու, մնացածներից բարձր դիրքով գործելու, թեկուզ մարդը իրան չի համարում, բայց իր գործունեությունը ցույց է տալիս, որ ինքը մնացածներից բարձր է, ինքը կարողանում է մնացածների վրա տիրի, իշխի, կազմակերպի եւ այլն։ Համենայն դեպս ինչ եմ ուզում, այս ամեն ինչը այս խոսքի հետ կապված ասելով ինչը, ոնց որ ինչ նպատակս է հետապնդում, որովհետեւ մենք իրոք տեսնենք, որ օրինակ, երբ որ ասում եմ պատկերով եւ նմանությամբ, ապա հենց այդտեղ առաքյալի խոսքերից էլ բերած բանից էլ երևում է, որ Աստծո պատկերը դա մարդու ինչն էր, հենց մարդու նկարագիրը բարոյական, որ ուղիղ համընկնում էր Աստծո հետ։ Աստված սուրբ էր, Աստված սեր էր, բարի էր, մարդը նույնպես սուրբ է, բարի է։ Սա հաստատ, ասենք ասած, Աստծո պատկերն է։ Մարդու, այսինքն որ ասում են, այդ պատկերով ստեղծես, պատկեր կողմը է սա։ Պատկերով եւ նմանությունով։ Թող Աստված օրհնի մեզ ուղղակի սա ճանաչողության համար, որպեսզի ավելի հասկանանք եւ
Նաև մյուս ասենք բաներն էլ արգումենտներն էլ գալիս են դա հաստատելու, որ մարդու հետ կապված այդ պատկերը հենց դա է։ Աստծո բարոյական նկարագիրը ընդունեց մարդը։ Աստված օրհնի ձեզ եւ հետեւաբար Տերը այո մեզ որոշել է, որպեսզի մենք այդ հարցում ճիշտ նրա նման լինենք, ինչպիսին ինքն է։ Դրա համար տեղեր կասма դուք աստվածներ եք։ Դա ես չեմ ասում, չէ՞։ Դա Սուրբ Գիրքն է ասում։ Հիշում եք։ Շատ տեղեր կասма դուք աստվածներ, այսինքն այդ հարցում հարցը չի, որ դուք երկրպագության աստվածներ եք, կարողության տեսակետից ամենակարող եք, ամենագետ եք, ամենամաս չէ։ Բարոյական նկարագրով, քանի որ դուք չեք տարբերվում Աստծուց, ձեր բնույթը նույնն է, ինչ որ վերջապես Աստծո որդիներ ենք, վերստին ծնված, ինչ է նշանակում։ Աստծո բնությունը մեր մեջ, ինչ որ Աստծունը ուղիղ մերն է, որտեղ Աստծուց ծնվեցինք, Աստծունը մեր մեջ դրվեց։ Այո, հենց այս կողմանից դրա համար ասում դուք աստվածներ եք, նաև այս հավասարության պատճառով այս հարցում, բայց ոչ թե ընդհանրապես ցանկացած հարցերում չլինենք, ասենք մենք աստված ենք, մեզի պետք է երկրպագեն, ինչպես ասում, չի, քավլիցի, կամ ես ամենակարող եմ, քավլիցի։ Բայց ես նույն բնություն ունեմ, ինչ որ Աստված, այսինքն պատկերի տեսակետից պատկերով մենք նույնն ենք Աստծո հետ, այո։ Բոլորովին, բարոյական բնութագրով։ Թող Աստված օրհնի, որ այո, մեզ էսի մեծ պատիվ է, մեծ փառք է, որ նման լինենք ճիշտ այնպիսին, ինչպիսին Աստվածը մեր կյանքով, բարոյական նկարագրով, սրբության, արդարության, ճշմարտության, բարության տեսակետից, տեսանկյունից։ Եվ էսի մի ծրագիր է, որ Աստված վերստին ծննդով իր սերմը դրել է մեր մեջ, իր բնությունը հաստատել է մեր մեջ, մեզ հետ խնամք տանելով պիտի կաճեցնի եւ կհասցնի դրան, որ մենք կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով։ Տեսեք, ասում եմ մարդ լինենք, ոչ թե լինենք օրինակ Աստծո կարողության բնութագրերի տեր, այլ Աստծո բարոյական բնութագրերի տեր։ Տերը օրհնի մեզ, աղոթք անենք։